փորձի մտնես, ինչպես ասում էր Հարպերլին, դիմացինի կոշիկների մեջ։ Հիմա դու այդ կոշիկները հագի ու իր հետ գնա նստի Ստեփանագերտի հրապարակից վերջին ավտոբուսը ձերքիդ ունենալով մի պայուսակ, որտեղ պետք է դնես ինչ-որ բան, որը քո ամբողջ կյանքի հանրագումարն է։ Նստի այդ ավտոբուսը ու 3 օր շարունակ անցի 3 ժամանոց այդ ճանապարհը հասի Հակարի, այնտեղ այդ սարսափների միջով այդ անցակետի անցի, արի հասի Հայաստան ու փորձի կազմակերպել քո կյանքը։ Քո երեխաների հետ, քո ծեր ծնողների հետ, քո հաշմանդամ եղբոր կամ ինքդ դու կորցրել ես ամեն ինչ, դու արդեն մեծ հաշվով դու ինքդ քեզ կորցրել ես, այդ ֆիզիկական հաշմանդամությունը գուցե ավելի հեշտ հաղթահարելի է, քան այն երբ մարդու հոգին սենց այսպես խլում են։ Հիմա իսկ կուզեի ասենք այն մարդուն, որ դու իրոք այդ ամեն ինչը բացատրես, պատմես ու հետո ասես հիմա դու ասա դու ինչ ես մտածում։ Որովհետև քարոզչությունը երբեք չի աշխատի այդ շերտերի վրա։ Քարոզչությունը աշխատում է ամենահեշտի վրա, ինքը աշխատում է ատելության, անձնական շահի, որի պրտեգիտեք դուզնից խլում են ինչ-որ բան, այցա ձեզ ապատկանում եկել են, իրանք ընդ որում sense մի հատ ֆրազա եմ տեսել, շատ հետաքրքիր է, երևի դուք էլ նկատած կլինեք, ասում է ռսի ու դաշնակի հետ միավորված։ Այդ նախադասությունը ոնց հասկանում եմ, սենց այն որ բանը ուղարկում, ասես տելեգրաֆով տիկ ու հիմա պատկերացնում եք, ես հանում եք ես ամբողջ թույնը ուղղակի ասում ես դու հիմա ես մարդու մասին, ասենք դու իր հանդեպ ինչ ես զգում։ Չի կարող բանական էակը մարդը, որը մսից արյունից է եւ ինքը ունի իր կյանքը, որը ապրում է ամենօրյա ռեժիմով, չզգալ այդ։